փորձառության վրա։ Մեր բանակին, որովհետև այդ խնդիրը փորձագետներն ասում են, որ այս նոր զենքերը խնդիր ունեն ընդհանուր բանակի զինտեխնիկայի համադրության հետ կապված։ Որ փորձագետն է դա ասել։ Ռազմական։ Ով։ Դե անուններ ես հիմա Անունով ինձ ասեք, որպեսզի ես համոզվեմ իրականում, ես կհանդիպեմ այդ ռազմական փորձագետների հետ եւ ես կբացատրեմ, որ ընդհակառակը կբացատրեմ, ցանկացած ժամանակ մենք հենց այնպես զենք չենք գնում։ Մենք գնահատում ենք բոլոր պարամետրերը, չափորոշիչները, այդ զենքը մենք կարող ենք ինտեգրել մեր սպառազինության տեխնիկային, մենք ունակ ենք դա սովորելու, մեր զորքը ունակ կլինի դա կիրառելու, ինչպես ենք դա ինտեգրելու ընդհանուր համակարգում, մենք ինչպես ենք դա կառավարելու ընդհանուր ավտոմատացված համակարգում, այո։ Պարոն Ասարյան, տպավորիչ զորահանդես էր, որը կարծեք թե դուր չեկավ մեր ընդդիմությանը, ինչ որ բաներ գտան, որ տեխնիկան կա, բոմբերը չկան եւ այլն։ Ես ուզում եմ հասկանալ Աստված մի անասցի, որ պատերազմ լինի, չէ՞ որ դա պաշտպանելու է բոլորին։ Ձեր կոչը ո՞րն է։ Իսկ դուք տեսել եք, որ զինտեխնիկա անցներ, օրինակ ավիացիան առանց հրթիռների լիներ կամ զինատեսակ անցներ, հրթիռները չլինեին։ Նույնիսկ պատկերացրեք ռազմական բնակավարում անվտանգության ապահովման համար եթե հետևեք մի շարք զորահանդեսների, լինում են, որ շատ վտանգավոր միջոցները այնպես են անում, որպեսզի անվտանգ լինի, բայց մենք զորահանդեսի ընթացքում ցույց ենք տվել բոլորը իր մարտական վիճակում եւ ես տպավորված եմ այդ զորահանդեսով, որովհետեւ ես եմ անձամբ նաեւ կառավարել այդ զորահանդեսը, տեսել եք զորահանդեսի հրամանատարը եղել եմ ես նույնիսկ պատկերացրեք այնքան էր իմ համար տպավորիչ, որ իմ աչքերը նույնիսկ արցունքոտվում էին, որ ես տեսնում էի իմ քայլող, իմ դիմաց քայլող զորահանդեսի հրամանատարի գլխավոր շտաբի դիմաց քայլող զորքը, տղամարդիկ եւ կանայք, ինչպես նաեւ այն սպառազինությունը եւ տեխնիկան, որ մենք գիշեր-ցերեկ աշխատանքի արդյունքում բերել ենք։ Նայեք, զորահանդեսը ինքը ամեն տարի տարվա մեջ մի քանի անգամ անցկացնելու միջոցառում չէ։ Առաջին 16 թվականից հետո 26 թվական 10 տարվա ժամանակահատվածում անցկացվող զորահանդես է։ Դա մի բերեք, կապեք ընտրություններից առաջ։ Ես գտնում եմ, որ դա սխալ միտք է։ Պատերազմից հետո բանակը գտնվում էր այն վիճակում, որ ինքը պիտի վերականգներ իր կորուստները, ձեռք բերեր նոր տեխնիկա, սպառազինություն, բանակը պետք է իր ողնաշարը ուղղեր, եւ մենք ուղղել ենք այդ ողնաշարը մեր քրտնաջան աշխատանքի արդյունքում, մեր պաշտպանության նախարարի ամենօրյա գիշեր-ցերեկ աշխատանքի արդյունքում իր պահանջկոտությամբ, մեր աշխատանքով մենք կարողացել ենք ուղղվել եւ մեր հասարակությանը մատուցել այն, ինչ որ մենք կատարել ենք։ Քաղտեզներին լավ տիրապետում եք սահմանազատման, Նիկոլ Փաշինյանը խոսում է անկլավներ, ինչ որ բնակավայրեր, որոնք ադրբեջանցիներ են ապրել, որոնցում սովետի ժամանակ հանձնելու մասին կարող եք ասել կոնկրետ որ բնակավայրերի ու շրջանների մասին է խոսքը։ Այսինքն ես սկսեմ Հայաստանի Հանրապետության հարավից եւ մինչեւ հյուսիս թվարկեմ իր բնակավայրերը։ Սովետական ժամանակահատվածում բնակավայրերում բնակվել են մարդիկ, որոնք եղել են ազգությամբ հայեր, եղել են ադրբեջանցիներ, բայց ես որ ես սկսեմ թվարկել թե որ բնակավայրեր են, երևի մի 15 Ինչն է հանձնվելու, դուք սխալ եք ասում։ Սահմանազատման քարտեզներով ասել։ Հայաստանի Հանրապետության տարածքը հայտարարված է 29743 քառակուսի կիլոմետր տարածք։ Ոչ մի թիզ հող չի հանձնվելու։ Պարոն Ասարյան, իսկ դուք Ինչ անկլավների մասին է խոսքը։ Ինչ Հայաստանի Հանրապետության, եթե այդ անկլավները Հայաստանի Հանրապետության 29743-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու։ Հասկանում եք դուք 29743 քառակուսի կիլոմետր։ Որ տարածքներն են որպես անկլավներ հանձնվելու Ադրբեջանին։ Բերեք այդ թեման շարունակենք, որովհետև հարցի վրա հարց եք բարձրացնում։ Որ բանակը ուղղվեց մեջքը բանակի, տեսեք մշտապես քննարկվել է տարբեր ժամանակներում, որ Հայաստանի նաև պատերազմները Հայաստանի 44-օրյա եւ այլն ցույց տվեցին, որ օդային պաշտպանության գուցե սխալ ձևակերպում այս խնդիրը կամ խնդրահարույց հատված այդ մասում է։ Հիմա որ ասում են օդը փակ լինի։ Հա, ես չգիտեմ դա զինվորական Ես դրան եմ սպասում, որ ասեք օդը փակ լինի։ Հիմա Հայաստանի համար այդ վտանգները, եթե մի օր, չգիտեմ, այդպիսի բան լինի կամ թեկուզ բան չլինի, ամեն դեպքում դուք ինչպես եք գնահատում այդ օդի պաշտպանության մակարդակը հիմա։ Աշխարհում չկա այդպիսի մի պետություն, որ իր օդը 100%-անոց լինի փակ։
եթե նույնիսկ փաստաթղթով ձևակերպում են, որ իրենց օդային տարածքը 100%-անոց փակ է, դա ինչ որ փոքր ժամանակից հետո ճեղքվում է։ Այսինքն հակաօդային եւ հակաարտերային պաշտպանության համակարգը ինքը հենց դա ի նկատի ունի։ Մենք այս կերպափոխման համատեքստում Հայաստանի Հանրապետության բանակի այդ աշխատանքն էլ առաջնակարգ տեղ է զբաղեցնում օդը փակելու, ճակերտավոր, որտեղ դա զինվորական տերմինաբանություն չէ, հակաօդային պաշտպանությունը եւ հակաարտերային պաշտպանություն ունենալու համար եւ այստեղ որ մենք ոչ միայն ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության միջոցներ, այլ հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգում կորձանից ավիացիան իր հրթիռներով, որը դուք տեսաք զորահանդեսի ընթացքում, նայել մեծ նշանակություն ունի հակաօդային պաշտպանության մեջ, նաև մենք արդեն ռազմաարդյունաբերության կոմիտեի հետ ակտիվ աշխատանքի արդյունքում մեր ընկերությունների, նաև ձեռքբերումների արդյունքում ձեռք ենք բերում այնպիսի միջոցներ, որոնք մեր հակաօդային պաշտպանության մակարդակը բարձրացնում են։ Ինքը գնահատվում է համապատասխան տոկոսներով եւ կարելի ասած օր-օրի, ոչ, ես դա իրավունք չեմ ասել, օր-օրի բարձրացվում է։ Մենք ամենօրյա այդ ուղղությամբ հակադրոնային համակարգ, հակաօդային պաշտպանության համակարգ, հակահրթիռային պաշտպանության համակարգ այդ ուղղությամբ օրուգիշեր աշխատանք կատարում։ Իսկ կպնդեք, որ հիմա ավելի լավ վիճակում է, քան 18-ից առաջ։ Այո։ Պնդեցի։ Քանի որ զենքից ենք խոսում, պարոն Ասլյան, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ 7 երկրից մենք զենք ենք գնել։ 7 երկիրը կարող է թվարկել, որ երկրների մասին է։ Անհրաժեշտություն չկա, ես թվարկեմ, Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ ասել է, ճիշտ է ասել, պաշտպանության նախարարը դրան եւս անդրադարձել է, դուք էլ կարող եք ինքնուրույն sense մատների վրա հաշվելով այդ 7 երկրներ իմանալ որոնք են։ Ես ընդհանուր Ռուսաստանից ենք ստացել զենք։ Այո, ինչու՞ չէ, նաև Ռուսաստանից ենք ստացել։ Դուք նաև տեսել եք զորահանդեսի ընթացքում ռուսական տոր զենքը, որը մենք ստացել ենք վերջին ժամանակահատվածում։ Պարոն Ասլյան, դե պնդում եք, որ 27943-ից ոչ մի միլիմետր չի զիջվի, բայց ամեն դեպքում լիարժեք չի հիմա այդ թիվը, որը դուք նշում եք։ Ինչու՞։ Օկուպացված տարածքները դրանից դուրս են, որ ասում եք։ Այսինքն ես 29 ու 740 չզիջելու մեջ նաև հասկացեք վերականգնելու գործընթացը համանազատման արդյունքում։ Եվ պարոն Ասրյան, հոբի հետ կապված առանձնացում, հա, նախատեսվում այս բանակի բարեփոխման եւ արդիականացման շրջանակներում, թե ոչ, որտեղ բանակի բարեփոխման, նո ես հասկացա ձեր հարցի իմաստը։ Հարցի իմաստը ես միանգամից հասկանում եմ, դուք ինչ եք ուզում ինձ հարց տալ։ Հայաստանի Հանրապետության հակաօդային եւ հակահրթիռային ու հակադրոնային համակարգերը պետք է հույսները դնեն իրենց վրա։ Ուրիշ ոչ մեկի վրա մենք հույս չպետք է դնենք։ Մենք պետք է այնպես ուժեղանանք, որ մենք ինքնուրույն մեր Հայաստանի Հանրապետության տարածքում կարողանանք մեր առջև դրված խնդիրները կատարել։